2023 թվականին շահագործման հանձնված այս շենքում մարդիկ բնակարաններ են գնել, վճարել են հազարավոր դոլարներ, բայց մինչ օրս սեփականության վկայական չունեն։ Շենքը չունի ավարտական ակտ։ Մենք երկար ժամանակ է արդեն ապրում ենք 2 տարի ավել, դեռ բնակիչներ կան 3 տարի, բայց դեռ սեփականության վկայական չկա, ամեն անգամ ասում են շուտով։ Բնակիչների շրջանում խոսակցություններ են շրջանառվում, թե շենքը չի համապատասխանում քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծին, եւ հենց դա է պատճառը, որ ավարտական ակտ չի տրվել։ Ինչ որ խախտումներ կա ասում են, այդքան մանրամասը չգիտեմ։ Լսել եմ, որ հա խախտումներ կա, բայց հստակ ես չեմ կարող դա ասեմ, կա թե չէ, ոսկի օրինակի համար այս պանդուսն էլ է խախտում, ասի նոր մեկից դուրս է։ Երրորդ տարին է կառուցապատողը խոստանում է, վկայականները շուտով կլինեն, նշվում են ժամկետներ, օրերն անցնում են, վկայականները չկան։ Արդեն 3 տարի, դաժե ավել, հենց սպասում ենք։ Ու տարբեր սրոկներ, էլի խոսքի մտածում ենք, լավ, մի ամիս է կսպասենք, հետո էլի մի ամիս, տենց հիմա էլ ինչ որ ասում են կես տարի, հա, դենց։ Սեփականության վկայականի բացակայության պատճառով շենքում գազ չկա։ Ձմռանը բնակարանները տաքացնում են հոսանքով, տաք ջուրը ստանում էլեկտրական ջրատաքացուցիչներով։ Ձմեռը դենց տարբեր համակարգերով փորձում ենք ջեռուցումը ապահովենք, տաք ջուրը ապահովենք։ Ավելյալ հետրա պատճառով գումարներ ենք վճարում, որովհետև եթե գազը լիներ, մենք մեր վրա ավելի էժան կնստեր։ Սեփականության վկայական եւ գազ չունենալը սակայն այս շենքի բնակիչների համար միակ գլխացավանքը չէ։ Թեև նորակառույց շենք է, բայց անձրևաջրերը տանիքից լցվում են բնակարաններ։ Պատերին արդեն ճաքեր են առաջացել։ 5-րդ հարկում եմ ապրում, իմ տանիքը կաթում է։ Ես դիմել եմ իրանք ասում են, չէ, դի մեր պատասխանատվության տակ չի։ Ասում եմ, բա ես պետք է անեմ, ասում են հա։ Մեկ այլ խնդիր է բնակարանների մակերեսների անհամապատասխանությունը։ 53 քառակուսի է դոկումենտով, բայց այնտեղ այդքան չի լինում, էլի, որովհետև չգիտեմ, կամ այդ շախտեկն էին մեջը կամ ինչ, տենց մաքուրը ստացվում է մոտ մի 49-50։ Շենքի տարածքում կանաչ գոտի գրեթե չկա, իսկ թե քարթակով անցնելը բնակիչների խոսքով վտանգավոր փորձություն է։ Կալասկով իջնում եմ, այստեղ դե հարևաններն էլ հաստատ պատողանից տեսած կլինեն, ոնց էքստրեմալնի ձևով, սղալով, որդները սղալով, պայելով, ոնց որ ես տրուբից այս երկաթներից դենց եմ պահում, որ ոնց որ սաղ քաշը իմ ձեռի վրա լինի, հա, որ չսղամ երեխու հետ։ Բնակիչներին այսքան խնդրի առաջ կանգնեցրած շենքը կառուցած Millhouse ընկերության աշխատակիցը Armat Media-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրը եղել է փաստաթղթային բնույթի եւ այժմ կարգավորված է, իսկ բնակիչները մարտ ամսին կստանան իրենց սեփականության վկայականները։ Մարտը կդնի գլխացավանք առաջացած խնդիրների վերջը։ Բնակիչները թեր հավատեն, չեն վստահում տրված հերթական խոստմանը։ Բաժանորդագրվեք Armat Media-ի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։